Երուսաղեմի հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Տեր աղան Վարդապետ Գոկչյանը տեղեկացրել է, որ մարդկային կորուստներ չկան, լուրջ նյութական վնաս չի պատճառվել։ Սպիտակ տունը հիշեցրել է, որ Վաշինգտոնի գնահատականներով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կարող է տևել 4-ից 6 շաբաթ։ Axios-ը հրապարակել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի համապատասխան հայտարարությունը։ Նախագահը եւ Պենտագոնը կարծում են, որ առաջադրանքները ավարտելու համար կպահանջվի մոտավորապես 4-ից 6 շաբաթ։ Վաղը կնշանակվի երրորդ շաբաթվա ավարտը, նշել է Լիվիտը։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ գործողությունը կարող է շուտով ավարտվել, չի նշանակում, որ այն տեղի կունենա շուտով։ Սակայն ինչպես նշում է պորտալը, Թրամփի որոշ խորհրդականներ դեռևս հակված են Իսլամական Հանրապետության տարածքում ցամաքային գործողության հնարավորությանը։ Իրանի իշխանությունները հաստատել են, որ 2 բալիստիկ հրթիռ են արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանա-ամերիկյան համատեղ ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է Մեհեր լրատվական գործակալությունը։ Այս արձակումը նշանակալի քայլ է Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ, այլ մանրամասներ չեն տրամադրվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Իրանում։ Ես չեմ ուզում հրադադար, պարզաբանել է ամերիկացի նախագահը։ Նա ընդգծել է, որ չի տեսնում հակամարտությունը լուծելու դիվանագիտական տարբերակ, քանի որ Իրանում այլևս առաջնորդներ չկան եւ ոչ ոք չի ցանկանում այնտեղ առաջնորդ լինել։ Այնուամենայնիվ Թրամփը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների։ Ըստ ամերիկյան առաջնորդի, Իրանի բանակն ու նավատորմը, ինչպես նաեւ նրանց ռադարներն ու հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացվել են։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն հարձակվել են Նաթանզի ուրանի հարստացման գործարանի վրա, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Կազմակերպության տվյալներով հարձակումից հետո արտահոսք չի եղել։ ԱՄՆ-իսրայելական գործողությունը Իսլամական Հանրապետության դեմ մտնում է իր երրորդ շաբաթը։ Այս ընթացքում երկու կողմերը փոխանակվել են փոխադարձ հարվածներով։ Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել երկրի ռազմական ներուժը եւ կոչ արել քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Իրանը սակայն ընդգծել է, որ պատրաստ է պաշտպանվել, դեռևս իմաստ չի տեսնում բանակցությունները վերսկսելու մեջ։ Իրանը նոր հզոր Նասր Ալլահ հրթիռ է արձակել Իսրայելի դեմ։ Հարավային Պարս նավթահանքի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակմանը ի պատասխան Իրանը հարվածել է Իսրայելի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Կատարի նավթահանքերին եւ նավթավերամշակման գործարանին։ Հրապարակման համաձայն Միացյալ Նահանգները անում է ամեն ինչ խուսափելու Իսլամական Հանրապետությունում ամերիկյան հարվածների դեմ պատասխան հարվածից, որն արդեն հայտարարվել է եւ լուրջ մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնում, Թել Ավիվում եւ Պարսից ծոցի պետությունների մայրաքաղաքներում։ Եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շարունակի դեմ լինել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, Եվրամիությունը կքննարկի մի շարք հակազդեցություններ, այդ թվում Բուդապեշտի դեմ Եվրոպական դատարանում դատական հայց ներկայացնելը, հաղորդում է Politico-ն։ ԵՄ պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ շատ եվրոպացի առաջնորդներ կարծում են, Օրբանի վերընտրությունը հավանական է, ինչը կբարձրացնի նրա Կիևին տրամադրվող վարկի հաստատման հավանականությունը, եթե դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումները շարունակվեն։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապրիլի 23-ից 24-ը Կիպրոսում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ կքննարկվեն բազմաթիվ պատժիչ միջոցառումներ, այդ թվում լրացուցիչ ֆինանսավորման սառեցում, Հունգարիայի դեմ Եվրամիության բարձրագույն դատարանում դատական հայց ներկայացնելը, տուգանքների կիրառումը եւ նույնիսկ 7-րդ հոդվածի կիրառումը, որը երկրներին զրկում է միությունում քվեարկության իրավունքից։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան մարտի 21-ին Մայամիում։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը եւ գործարար Ջարեդ Քուշները։ Հաղորդվում է, որ հանդիպմանը Ուկրաինան կներկայացնեն ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը եւ ժողովրդի ծառա խորհրդանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամյան։ Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։
Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով եւ ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջեւ այս նախընտրական փուլում։ Դրականն այն է, որ իշխանությունը սատարող կուսակցություններ չունի, որոնք ինչ-որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շղթան։ Ուրեմն արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ ընդդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորս թիրախավորենք նրան, ովքեր արխավիրք են բերում Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու ենք, իր խոսքում նշել է երկրորդ նախագահը։ Քննիչը մերժել է Գարեգին Բ. կաթողիկոսի երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Գարեգին Բ.-ն չի կարողանա մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, չնայած նրան հատուկ հրավեր էին ուղարկել։ Նոր ուժ կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ դերասան Հայկ Մարությանն է։ Մարությանը հայտարարել է, հստակ կարող է ասել, որ իրենք կաշկանդված չեն եւ անկաշառ են։ Նշենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2018 թվականին։ Հեծը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար Սահմանադրական դատարանը դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց։ Այսօր տեղի է ունեցել Տաշիր Կապիտալ Փակbaşնետիրական ընկերությունն ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դատական նիստը պահանջում են հեծի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչել։ Իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Բուդապեշտը հաղթանակ է գրանցել Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում, պահպանելով իր կոշտ դիրքորոշումը ռուսական նավթի մատակարարումների եւ Ուկրաինայի ֆինանսավորման հարցերում, չզիջելով մյուս երկրներին, որոնք փորձում էին փոխել նրա դիրքորոշումը, հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մենք հաղթեցինք այս առաջին մարտում, այսպիսով կրկնեմ, որ եթե չկա նավթ Հունգարիայի համար, ապա Ուկրաինայի համար գումար չի լինի։ Մեզ սպասում է եւս մեկ մարտ ապրիլի 12-ին, ասել է նա անդրադառնալով երկրի խորհրդարանական ընտրություններին։ Նա կրկին ընդգծել է իր դիրքորոշումը, ըստ որի Հունգարիան կշարունակի արգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի պատերազմական վարկը, մինչև վերականգնվեն ռուսական նավթի մատակարարումները դրուժբա խողովակաշարով։ Սպանվել է Բասիչ աշխարհազորի հետախուզության ղեկավար գեներալ Իսմայիլ Ահմադին։ Այս մասին հայտնել է Ալ-Արաբիան, հղում անելով իրանական լրատվամիջոցներին։ Գեներալի մահվան հանգամանքների մանրամասները չեն տրամադրվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանվել է Իրանի ԻՀՊԿ-ի պաշտոնական խոսնակ Ալի Մոհամմադ Նարինին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու նոր ալիքով հարված են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, հայտնել է Իսրայելի բանակը։ Գիշերվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը գործելով հետախուզության տվյալների հիման վրա ավարտել են հարվածների երկու ալիք Թեհրանում եւ Իրանի կենտրոնական հատվածում, որոնց ընթացքում խոցվել են իրանական ռեժիմին պատկանող տասնյակ ռազմական ենթակառուցվածքներ։ Նշվում է հաղորդագրությունում։ Թիրախների թվում են եղել մի շարք գործարաններ եւ օբյեկտներ, որոնք օգտագործվում են իրանական ռեժիմի կողմից Իսրայելի պետությանը եւ այլ երկրներին վնաս հասցնելու նպատակով զենք արտադրելու համար, ինչպես նաեւ հեռահար բալիստիկ հրթիռների բաղադրիչներ պահող վայրեր։ Հարվածների լրացուցիչ ալիքի ընթացքում Թեհրանից արևելք խոցվել են այն օբյեկտները, որտեղ պահվում էին հեռահար բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, այն պահին, երբ ներսում գտնվել են հրթիռային համակարգերի օպերատորները, հավելել է իսրայելական կողմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելով իր ելույթը Սպիտակ տան մոտ լրագրողների հետ հայտարարել է, որ շահագրգռված չէ Իրանի հետ հրադադար հաստատելու հարցում։ Ես չեմ ուզում հրադադար։ Գիտեք, հրադադար չեն անում, երբ բառացիորեն ոչնչացնում եք հակառակ կողմին, ասել է Թրամփը։ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Երուսաղեմի 5 քաղաքում եւ վնասներ է պատճառել, հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ տվյալների հրթիռի բեկորն ընկել է բառացիորեն Ալ-Աքսա մզկիթից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում, որոնք շահագործվում են արտասահմանյան ընկերությունների կողմից, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավարկությունը, արգելափակելով Իրաքի նավթի արտահանման մեծ մասը։ Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթևագր է։ Նրանք հրաժարվեցին միանալ միջուկային ներուժ ունեցող Իրանի զսպմանն ուղղված պայքարին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը նշել է. այժմ, երբ այս պայքարը ռազմական տեսանկյունից հաղթանակ է տարվել եւ նրանց համար գործնականում ոչ մի սպառնալիք չի մնացել, նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, բայց միևնույն ժամանակ նրանք հրաժարվում են օգնել Հորմուզի նեղուցի բացմանը, չնայած սա նավթի բարձր գների հիմնական պատճառն է, իսկ դա պարզ ռազմական գործողություն է։ Նրանց համար դա անելը շատ հեշտ է եւ գրեթե ոչ մի ռիսկ չկա։ Նրանք վախկոտ են եւ մենք դա կհիշենք։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանը կթելադրի Եվրոպային գազի վաճառքի իր պայմանները։ Բելարուսի ղեկավարը հիշեցրել է Լեհաստանի միջոցով ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու վերաբերյալ նախկին քննարկումը։ Ես ասացի, տղաներ, հաճույքով, բայց կարող եք մրցել ռուսական բնական գազի հետ, հայտնել է Լուկաշենկոն։ Նա նշել է, որ ռուսական գազը զգալիորեն ավելի էժան է, սակայն եվրոպացիները իրենք են դա իրենց գլխին բերել, քանի որ պատրաստ են գնել ամերիկյան ցանկացած գազ, նույնիսկ 5 անգամ ավելի բարձր գնով։ Մեր ավագ եղբայրը այժմ նրանց պայմաններ կթելադրի, եւ նրանք ընտրություն չեն ունենա, ասել է Բելարուսի նախագահը։ Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի ռեսուրսային բազան շարունակում է մնալ Եվրամիության համար լավագույն տարբերակը։ Նրանց անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի մեզ հետ։ Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի, բայց նրանք ընտրել են այլ ճանապարհ, եզրափակել է Լուկաշենկոն։ Թուրքիայի եւ Օմանի վրա հարձակումները, որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, չեն իրականացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի կամ դիմադրության ճակատի այլ ուժերի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Դա սիոնիստական թշնամու կողմից օգտագործվող հնարք է Իսլամական Հանրապետության եւ իր հարևանների միջև պառակտում ստեղծելու համար, օգտագործելով սադրիչ մարտավարություն, եւ դա միաժամանակ կարող է տեղի ունենալ որոշ այլ երկրներում, նշել է Իրանի գերագույն առաջնորդը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Նովրուզի առիթով։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի Նովրուզի կապակցությամբ։ Նոր կյանք եւ զարթոնք խորհրդանշող այս տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին։ Վստահ եմ, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները խարսխված անկեղծության, վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Առիթը պատեհ համարելով Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն։ Բացահայտվել է ռոմանտիկ կամ մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով եւ իրականացնում են համակարգչային հափշտակություններ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբերհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսակարգեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։ Խորտմոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է, այս մասին հայտնել են Արաբկիր բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ մարտի 16-ին Արաբկիր բժշկական համալիր էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա կլինիկական մահ ախտորոշմամբ, նրան ծեծի էր ենթարկել իր խորթ մայրը։ Վերջինս կալանավորվել է 2 ամսով։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագրի падգամավոր Վահագն Ալեքսանյանի եւ լրագրողների միջև բանավեճ է սկսվել այն բանից հետո, երբ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը մատնանշել է լրագրողներին որպես ապացույց, որ ոստիկաններին օգտագործում են քաղաքական նպատակներով եւ օրինակ բերել, որ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել Մայրաթորթ Տիրադավ եպիսկոպոսների անվտանգությունն ապահովելու համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պնդել է, որ ոստիկաններն այնտեղ
տեղ էին հասարակական կարգը տապալելու նպատակով։ Քննարկմանը միջամտել է քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պնդելով, որ ներկա լրագրողները անաչառ չեն, որին արձագանքել են լրագրողները, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը բորբոքվել է։ Էդ շով էին ամուխտվել առհասարակ հարցաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Պարոն Ալեքսանյան, մի վարքյան, առանց որևէ բանի, հարգելի լրագրողներ, դուք ընդամենը լսեք շատ բան է։ Պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ այդ ձեզ ով ասել, որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել։ Հա, կարող։ Պարոն Ալեքսանյան։ Դա իմ գնահատականն է, ձեր վիրավորանք չի կամ բան չի։ Պարոն Ալեքսանյան, ես խնդրում եմ մի վարքյան։ Դուք չունեք։ Դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել կամ լավ բան եք լսել։ Մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Վահագն Ալեքսանյանի կողմից լրագրողներին թիրախավորող արտահայտություններից հետո վեճին միջամտել է Գեղամ Մանուկյանը, Ալեքսանյանին հորդորելով լիազորությունների մեջ մնալ եւ իր չափը ճանաչել։ Ուրեմն դուրս եկեք միացնեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հա կարանք ձեզ լիքը բան ասենք։ Թե ձեզ մենակ Աղվան Վարդյանը կարա հրապարակի շենքում բան ասի։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ է, մյուս անգամ ձերդ չբարձրացնես Վարչապետի խոսքերը մի խեղաթյուրեք, այսպես է պատասխանել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետը լրագրողների հարցին, թե ինչ պատերազմ է կանխատեսում Փաշինյանը սեպտեմբերին։ Ռիսկերը գնահատվում են, գործողությունները արվում, ասել է Կրիստինե Գրիգորյանը։ Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, եթե ընդդիմությունն ընտրվի, մաքսիմալ սեպտեմբերին պատերազմ կլինի ծանր հետևանքներով։ Իրանի ՀՊԿ-ն հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմին Մերձավոր Արևելքում։ Մենք միջին հեռահարության հրթիռներով հարված ենք հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմին, հայտնել է ԻՀՊԿ-ն։ ԱՄՆ 5-րդ նավատորմը ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատանքային խումբ է, որը պատասխանատու է Պարսից ծոցում, Կարմիր ծովում եւ Արաբական ծովում ու Հնդկական օվկիանոսի մի մասում գտնվող ուժերի համար։ Նրա գլխավոր շտաբը գտնվում է Բահրեյնի Մանամայում։ Նավատորմը մշտական կազմ չունի։ Նրա նավեր եւ ստորաբաժանումներ են հատկացվում ԱՄՆ Ատլանտյան եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերից ռացիոնալ հիմունքներով։ Եվրամիությունը կձեռնարկի Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու այս կամ այն կերպ, ըստ Reuters-ի հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Մենք այս կամ այն կերպ կհասնենք մեր նպատակին, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան նաև հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները դատապարտել են Հունգարիայի անընդունելի դիմակայությունը վարկին։ Գործարքը է եւ մենք պետք է պահենք մեր խոսքը, եւ ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդին, ասել է Կոստան։ Մարտի 19-ին Հայաստան է ժամանել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Երևանում նա հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի խաղաղությանն ուղղված ջանքերին։ Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։ Հայաստան այցի շրջանակում հանձնակատար Կոսը եղել է նաև Շիրակի պետական համալսարանում, հանդիպել ուսանողների հետ եւ հանդես եկել ԵՄ Հայաստան ներկայիս հարաբերությունները թեմայով դասախոսությամբ։ Համալսարանում ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման Շիրակի մարզային կառույցի անդամները հանձնակատարին փոխանցել են խնդրագիր, բարձրաձայնելով Հայաստանի ինքնիշխանությանը եւ կարգավիճակին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ անվտանգության ռիսկերի եւ հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ իրենց մտահոգությունները։ To hand you this letter from the members of the Armenian People's Movement called Not to Western Azerbaijan, and I would be glad if you accepted the letter. Thank you so much. Thank you.
Նախաձեռնության անդամներն իրենց խնդրագրում ԵՄ-ին կոչ են անում հստակ հանրային ազդակ տալ, որ չեն աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության հաշվառման եւ առանց դրա լիարժեք մասնակցության, իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման եւ վերահսկողության գործում։ Միաժամանակ նրանք առաջարկում են նախաձեռնել խաղաղության խաչմերուկ եւ թրիփ նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն, դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության եւ էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին։ Իրանը պատերազմից հետո կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Էսմայիլ Հոսեյնին։ Այս նեղուցի կարևորության վերաբերյալ կասկած չկա, որ Իրանը կշարունակի վերահսկել այն թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո, ասել է Հոսեյնին։ Թել Ավիվում եւ նրա շրջակա տարածքներում այսօր երկրորդ անգամ են հնչել օդային հարձակման ազդանշանները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բանակը զգուշացրել է Իրանի տարածքից նոր հրետակոծությունների մասին։ Ահազանգին հաջորդել են մի շարք պայթյուններ։ Մոտ 5 ժամ առաջ Թել Ավիվի տարածքում հայտարարվել էր օդային հարձակման մասին տագնապ։ Իրանի ուժերը հարվածել են Միացյալ Արաբական Էմիրությունների Ադզաֆրա քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ ճշմարիտ խոստում 4 գործողության 66-րդ փուլի ընթացքում մենք հաջողությամբ հարվածել ենք Երուսաղեմում, Հայֆայում եւ Ադզաֆրա քաղաքում գտնվող ամերիկյան բազային, ասվում է հայտարարության մեջ։ Իրանի զինված ուժերի տվյալներով հարվածների ժամանակ օգտագործվել են գերծանր Խորամշահր, Քադեր եւ Էմադ հրթիռներ։ Իրանի դեմ ԱՄՆ գործողության արժեքը գերազանցել է 25 միլիարդ դոլարը, հաղորդում է Iran War Cost Tracker-ը։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ կոնգրեսին ներկայացված Պենտագոնի զեկույցի համաձայն հակամարտության առաջին 6 օրերը Վաշինգտոնին արժեցել են 11.3 միլիարդ դոլար։ Կայքը շեշտել է, որ յուրաքանչյուր հաջորդ օրը ԱՄՆ-ին արժեցել է լրացուցիչ 1 միլիարդ դոլար։ Ըստ գնահատականների, Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ հարձակումը գանձարանին արժեցել է վայրկյանում 11.500 դոլար։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է եւ չի թաքնվում բունկերում, հայտարարել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամինջադը։ Իհարկե նա ողջ է եւ առողջ, մենք նրան թաքցնելու կարիք չունենք, ասել է դեսպանը։ Նրա խոսքով Իրանի առաջնորդները չեն թաքնվում, չնայած բունկեր ունենալու մասին իրենց պնդումներին։ Վերջինս հավելել է, երկրի գերագույն առաջնորդը ապրում է սովորական մարդու կյանքով։ Իսրայելի ուժերը հայտարարել են, որ հայտնաբերել են Իրանից Իսրայելի պետության ուղղությամբ հրթիռների արձակում եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ արձակված հրթիռների արձակում։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքները կասեցնելու ուղղությամբ, ասվում է հայտարարության մեջ։ Իրանի մայրաքաղաքը այսօր մի քանի ավիահարվածների է ենթարկվել, հաղորդում է Ալ Ջազիրան։ Մենք մի քանի ավիահարված ենք հասցրել, առնվազն 4 կամ 5։ Այս ավիահարվածները եղել են Թեհրանի արևելքում, մեկը քաղաքի կենտրոնում, ասել է լրագրող Ալի Հաշեմը։ Նրա խոսքերով հարձակումների տարածքում ծուխ է երևացել։ Տարածքում գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք հետ են մղում հարձակումը։ ԱՄՆ զինված ուժերը արագացնում են Մերձավոր Արևելք անձնակազմի տեղակայումը Իրանի դեմ գործողության հետ կապված։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Հաղորդվում է, առաջիկա օրերին Սան Դիեգոյից տարածաշրջանում կտեղակայվի 2200 ծովային հետևակային, ինչը նախատեսվածից շուտ է։ Զորքերը այնուհետև կտեղակայվեն USS Boxer դեսանտային հարձակողական նավի վրա, նշվում է հաղորդագրության մեջ։ NBC-ն հաղորդում է, գործողության համար կարող են անհրաժեշտ լինել նույն տեսակի եւս 2 նավ, ինչը նշանակում է մի քանի հազար լրացուցիչ նավաստիների տեղակայում։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը։ Յամբու նավահանգստի վրա հարձակումից հետո անվտանգության սպառնալիքների պատճառով, ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Մենք խրախուսում ենք ԱՄՆ քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան առևտրային չվերթներով, եթե դա անվտանգ է, ասվում է հայտարարության մեջ։ Դեսպանատունը հիշեցրել է, թագավորության օդային տարածքը մնում է բաց, սակայն հաճախակի օդային երթևեկության սահմանափակումներով, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների շարունակական սպառնալիքի պատճառով դեսպանատունը հրահանգել է իր աշխատակիցներին մնալ տանը մինչև հետագա ծանուցում։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից պարզաբանել են, որ ամենայն հայոց կաթողիկոսը վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ. կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության եւ հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել իր Տեր հանգուցյալ երանաշնորհ պատրիարքին եւ իր վշտակցությունը բերել վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայրաթորի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտնել են Մայրաթորից։ Հայաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում տարածված սահմանադրության տեքստի վերաբերյալ, որում ասվում է. շրջանառվող նոր սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդմ արկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ եւ սպասել նոր սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը, ասված է հայտարարության մեջ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը կաթողիկոսին դիմել է աշխարհիկ անունով, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը արդեն հայտնի է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե որքանով են հիմնավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե կաթողիկոսը եւ մյուս հոգեվորականները երրորդ երկրների գործակալական ցանցերի հետ կապ ունեն։ Նա չի արձագանքել հարցադրումներին, թե արդյոք ինքն էլ է միացել եկեղեցին բարեփոխելու Փաշինյանի արշավին, հաշվի առնելով, որ կաթողիկոսի վերաբերյալ ասում է Կտրիչ Ներսիսյան եւ փաստորեն քաղաքական կոնկրետ կողմնորոշում է արտահայտում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել եւ վնասել է ԱՄՆ-ին պատկանող F-35 կործանիչ ինքնաթիռը։ Միաժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը CNN-ին հայտնել է, որ կործանիչը մարտական առաջադրանք էր իրականացնում Իրանի տարածքի վրա, երբ ստիպված է եղել կատարել վթարային վայրեջք։ Օդանավը անվտանգ վայրեջք է կատարել, իսկ օդաչուի վիճակը գնահատվում է կայուն, նշել է Հոքինսը։ Նշվում է, որ միջադեպի հանգամանքները գտնվում են հետաքննության փուլում եւ պաշտոնապես դեռևս չի հաստատվել, արդյոք օդանավը վնասվել է Իրանի կողմից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի խոսքով Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործողությունները միջազգային վեճերի լուծման նոր մոտեցում են ներկայացնում, որը կարող է ոչնչացնել միջազգային հանրության հաստատված իրավական համակարգը։ ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ եւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը միջազգային հակամարտությունների նկատմամբ նոր մոտեցում է, որը կոչնչացնի աշխարհի իրավական համակարգերը, հայտնել է Իրանի նախագահը։ Ըստ նրա, եթե միջազգային հանրությունը չդիմանա այս ճգնաժամին, ապա այս կրակի բոցը շատերին կայրի։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 21-ից 25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Երևանում մարտի 21-ից 25-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաեւ ամպրոպ։